որ ավարտեք ձեր ոչինչ ասող խոսքը, բայց նախ ուզում եմ մի գնահատում անել։ Հայցերը հետ վերցնելով դուք թույլատնում եք Հայաստանի դիրքերը։ Սա կարևորագույն գնահատում է։ Երկրորդը, ես խորը համոզվածություն ունեմ եւ մեր հասարակությունը անկախ Հայաստանի իշխանության, կառավարության գլխում ովքեր են եւ ինչ է քաղաքական ուժ, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հետապնդումը եւ ճակատագիրը որպես հանրապետություն նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունն է։ Այն որ զիջումները ավելի քան համարձակ են, դուք հերքում եք զիջումները, այդ մասին խոսեց նույնիսկ Գերմանիայի արտգործ նախարարը, ողջունելով այս ճակերտավոր խաղաղության ընթացքը։ Իսկ զիջումները առանց փոխադարձության չեն լինում։ Այո, ես հասկանում եմ անվտանգային այն մղձավանջը, ինչի մեջ նաև ձեր քաղաքական իշխանության եւ քաղաքական պատասխանատվության եւ արժանապատվի արդյունքում հայտնվել է Հայաստանը, բայց ինչու չեն գործադրում փոխադարձության սկզբունքը։ Դուք հրաժարվում եք բոլոր գործիքներից, որոնք մեզ ուժեղացնում են, հետո ասում եք, թե դուք ոչինչ չեք զիջում, եւ հետո մենք ունենք այն դատավարությունը, որ ունենք միջազգային բառապաշարով unlawful detention, ապօրինի դատավարական գործընթացներ, եւ դուք կարծես թե ասելիք չունեք։ Ես կոնկրետ հարց էի տալիս գերիների վերադարձի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչ գործողությունների ծրագիր ունի։ Ես կարծում եմ սա 5-րդ կամ 4-րդ անգամ եմ այս հարցը բարձրացնում։ Սա մեր հավաքական արժանապատվության հարցն է։ Տիկին Գալստյան, հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց եւ այն վավերացնելուց հետո։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում, այսինքն այդ հայցերը հետ վերցնելը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, վերաբերվում է Ադրբեջանին։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է, ինչպես դուք եք նշում, թուլանալու, այնքան թուլանալու է Ադրբեջանը։ Այսինքն սա ֆունդամենտալ արձանագրումն է։ Երկրորդը, որը շատ ավելի ֆունդամենտալ մի հարց կա, եւ ես այսօր sense tendency պլանավորել էի այդ մասին խոսել եւ կխոսեմ այդ մասին, ֆունդամենտալ հարցը հետեւյալն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզում է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե չի ուզում շարունակել, այսինքն մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, թե պիտի չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ, ասելով թե ինչ դերակատարում է, ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Եվ ուզում եմ ասել, որ այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է։ Պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի եւ մեր ընկալումը համապարփակ է եւ ամբողջական։ Շնորհակալ եմ։ Լիլիթ Մինասյան։ Շնորհակալ